Եկեք հիշենք, որ 1988-ից 92 թվականները դրանք միայն հայության դեմ չէին։ Մենք հաճախ այսպես առանձնանալով մեզ թիրախավորում ենք էլ ավելի ուժեղ։ 2014 թվականին էր, որ ռուսական դեսպանատնից Վասիլև կար դեսպանի օգնական ինձ հանդիմանում է, որ երբ որ դու խոսում ես հայ փախստականների մասին, խոսա նաև 300,000 ռուս փախստականների մասին։ Ավելին ասեմ, ես Իսրայելում ունեմ շատ ակտիվ աղջիկներ, որոնք փորձում են տեղի ուրեմն այնտեղ փախած հրեա ընտանիքների հետ կապի մեջ մտնել, նրանք վախենում են ադրբեջանցիների դեմ որևէ բան խոսալ։ Ես ուզում եմ, որ այս փաստը մենք անպայման բարձրաձայնենք եւ ասենք, որ դա այո, հիմնականում հայության դեմ էր, բայց ձեռի հետ իրենք մաքրվեցին նաեւ 300,000 ռուսներից, 70,000 հրեաներից, իսկ Պարսկաստանը կասի, որ մոտ 70,000 էլ փախստական ինք ունի։ Այնտեղ իհարկե պարսիկներ կային, հիշենք, որ իրենք պարսիկներին էլ գրեցին ադրբեջանցի, թալիշներին էլ գրեցին ադրբեջանցի, այսինքն շատերը այդ մարդատյաց ուրեմն իրավիճակից ընտանիքներով հեռացան։ Այս փաստի վրա խնդրում եմ ուշադրություն։